Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն, իր հետ բերելով մեծ եղեռն տերմինը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում խուսափել է գործածել ցեղասպանություն եզրույթը։ Այսօր մենք հիշատակում ենք մեծ եղեռնը եւ հարգանքի տուրք ենք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ընթացքում։ Սկսած 1915 թվականից Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին եւ մահվան երթերի ենթարկվեցին։ Այս հիշատակի օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքին, սգալով այդ բազմաթիվ կյանքերի կորուստները։ Հետ քայլ թե քաղաքական պարզ հաշվարկ, փորձագետի կարծիքով այլ է ժամանակաշրջանը եւ Օվալաձև գրասենյակի ղեկավարի առաջնահերթությունները։ Թրամփի առաջնահերթությունները, մոտեցումները եւ ընդհանրապես միջավայրը, որում ինքը գործելու է, իր վարչակազմը գործելու է, բոլորովին այլ նպատակներ է ենթադրում։ Պատերազմից հետո խնդիր կար որոշակիորեն շահել հայ ժողովրդի համակրանքը։ ԱՄՆ փորձում էր հետ պատերազմյան նոր իրավիճակում բարձրացնել իր դերակատարումը, որպիսի նաև ավելի մեծ ազդեցություն ունենար հայ-թուրքական process-ի իմաստով։ Ոչ թե դիվանագիտական վրիպակ, այն միտումնավոր նահանջ ճշմարտությունից Ամերիկայի հայդատի հանձնախումբը խստորեն դատապարտել է Թրամփի հայտարարությունը։ Ըստ նրանց Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի ճնշման տակ հրաժարվել է նույնիսկ հիշատակել հայոց ցեղասպանություն եզրույթը։ Նախագահ Թրամփի նահանջը հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղյալ հայտարարում։ Պետք է ոչ թե դատապարտել, այլ ավելի շատ աշխատել Թրամփի եւ նրա վարչակազմի հետ, վստահեցնում է վերլուծաբանը։ Ի վերջո դատապարտելը, եթե մենք դիտարկում ենք որպես շատ կոնկրետ հանգամանքից բխող գործողություն, այդուհանդերձ լայն իմաստով իհարկե մենք պետք է Թրամփի վարչակազմի հետ աշխատենք այլ տրամաբանությամբ եւ ավելի սերտ ու ինտենսիվ գործընկերության տրամաբանությամբ։ Ես կարծում եմ այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքի մասով իրավիճակը պայմանավորված է լինելու նաեւ հենց այդ աշխատանքով։ Միացյալ Նահանգները թե նախագահի, թե կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021-ից սկսած ուղերձներում գործածել է հենց հայոց ցեղասպանություն տերմինը։ Գառնե Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։